1431 թվականին հենց նրա տոհմի ներկայացուցիչ Ռուստամ Օրբելյանը, երբ գտնվում էր արդեն Կարակոյունլուների թուրքմենական ցեղի տիրապետության պայմաններում Հայաստանի Արարատյան կուսակալի պաշտոնում, նա 7 գյուղ է նվիրաբերում Մայր տաճարին։ Սկսվում է այստեղ միաբանության կյանքի վերականգնումը եւ բնականաբար այս ամենի իբրև հանրագումար 1441 թվականին կազմակերպվում են կաթողիկոսական ընտրություններ եւ տեղափոխվում է կաթողիկոսական աթոռը, վերադառնում է Սուրբ Էջմիածին։ 16-րդ դարում Հայաստանը հայտնում է նոր իրողությունների պայմաններում։ Թուրք-պարսկական պատերազմները հանգեցնում են Հայաստանը սարսափելի պայմանների։ Հայաստանը նվաճում է այս երկու պետությունների միջև, այս ընթացքում ենթարկվելով բազմաթիվ ասպատակությունների ու ավերածությունների։ Եվ հենց այսպիսի պայմաններում 1547 թվականին առաջին անգամ բարձրացվում է Հայաստանի ազատագրության օրակարգ։ Հենց այստեղ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Ստեփանոս Սալմաստեցի կաթողիկոսը կազմակերպում է ժողով, որը պետք է նոր օրակարգ բարձրացներ։ Հայաստանը պետք է ազատագրվի եւ նորից ունենա թագավորություն։ Եվ ահա այս օրակարգով նա պետք է մեկներ եվրոպական տարբեր մայրաքաղաքներ, բանակցեր Հայաստանին հնարավոր աջակցություն գտնելու հարցում եւ դրա միջոցով փաստորեն այս բանակցությունների միջոցով պետք է ստանայինք նորից պետականություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։